Բարև ձեզ, իմ զրուցակիցը ծանրամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք առաջին կին չեմպիոնն եք, հայ, եւ ասել եք, որ հաղթողներին ավելի շատ է հոգեբան պետք, քան պարտվողներին։ Ինչու՞։ Ինչով է դա բացատրվում։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Ու շատ հետաքրքիր հարցից սկսեցիք, որպես այդ ճանապարհը անցած մարդ եւ տեսել եմ տարբեր մարզիկների, ովքեր որ լուրջ ճանապարհ են անցել սպորտում, այո, եկել եմ նման եզրահանգման, որովհետեւ հաղթանակից հետո բավականին դժվար է նորից 0-ից սկսել եւ ամուր ոտքերի վրա կանգնած սկսել։ Դա հոգեբանորեն շատ դժվար է։ Իսկ պարտությունը հավաքվելու ու առաջ գնալու շատ ավելի լավ հնարավորություն է, քան հաղթանակը։ Այսինքն հաղթանակը թուլացնում է մարդուն։ Ոչ թե թուլացնում եմ, իրականում այդ խոսքը շատ լսած կլինեք, հաղթելն ավելի հեշտ է, քան հաղթանակը պահելը։ Դա իրոք այդպես է, ու ես միշտ ասում եմ, հաղթելու եւ այդ հաղթանակը պահելու համար բավարար չէ ուժեղ լինելը, պետք է ուժեղ մնալ։ Ու այդ սիստեմատիկ ուժեղ մնալը շատ բարդ է։ Ինչ հատկանիշներ են պետք մեծ հաղթանակների համար։ Նախ ամենակարևորը կարգապահություն ամեն ոլորտում, ներքին կարգապահություն, որպեսզի դա կարողանաս արտահայտել նաև գործում։ Տեսեք, մեզ թվում է, որ հաղթում է, մարզիկները հաղթում են, եւ ասում են ինչ է տվել քեզ այդ հաղթանակը ու դու տարբեր որակավորումներ ես տալիս քեզ ինքդ, բայց դա մեզ այդ հաղթանակը չի տալիս։ Այդ որակները մեզ տալիս է այդ անցած ճանապարհը։ Եվ շատ հետաքրքիր է մարզիկները, երբ որ ճանապարհ են անցնում ու հաղթանակի են հասնում, հասկանում ես, որ այդ որակները դու ընթացքում ճանապարհին ձեռք ես բերում։ Շատ հետաքրքիր է, երբ որ դու հաղթում ես ու հասկանում ես, որ դու ճանապարհին այո, դարձել ես այն մարդը, այն անձը, ով կարողացավ տանել այդ հաղթանակը։ Այսինքն կերտումը ոչ թե հաղթանակի փաստը, այլ այն ջանքը, որ դրվել է այդ հաղթանակի համար։ Այո, եւ հաղթանակից հետո շատ ավելի པարզ է երևում դու իրոք այդ մարդն ես, թե ոչ, որովհետեւ չեմ ասում հաղթանակները պատահական է տրվում, շատ ավելի հաճախ մեզ հաղթանակները որպես փորձություն են տրվում, ու այդ փորձությունները պետք է հաղթահարել, եւ դա պակաս փորձություն չէ, ինչ պարտություն է։ Կարգապահության մասին խոսեցիք, դա դուք ինչպես եք բնորոշում։ Անկախ տրամադրությունից, անկախ հոգեվիճակից, տրամադրվածությունից դու անընդհատ պիտի շարունակես անել այն ինչին կոչված ես։ Իհարկե, տեսեք, շատերին թվում է, որ մոտիվացիա է պետք։ Մոտիվացիան արվեստագետներին շատ պետք է, այդ ոգեշնչման աղբյուրը, որ իրենք մոտիվացիա ունենան ու սկսեն ստեղծագործել, ինչ որ արվեստի գլուխգործոց է ծնվում, դա հենց այդ ոգեշնչման աղբյուրից է, չէ, ծնվում մոտիվացիայից։ Բայց սպորտային աշխարհում լրիվ այլ է։ Մոտիվացիան դա էմոցիա է, որը որ այսօր կա, վաղը չկա, մոտիվացիան մարզիկի համար շատ վատ ընկեր է։ Երբ որ ամեն ինչ լավ է, մոտիվացիան այդ ժամանակ է գալիս։ Իսկ արդեն կարգապահությունը դա համակարգ է, որը որ պետք է հենց այդ համակարգի մեջ պետք է լինես։ Իսկ մոտիվացիան գալիս է այո այն ժամանակ, երբ ամեն ինչ լավ է, ստացվում է, իսկ այն ժամանակ, երբ որ բա դժվար է, երբ որ դու վնասվածք ունես, երբ որ կոտրված ես, բոլորը քո դեմ են, դու անում ես անընդհատ, նույնիսկ շատ ժամանակ դու էլ արդյունքը չես զգում, հետ ես գնում, շատ դժվար է շատ տարբեր հոգեբանական խնդիրներ հաղթահարել, երբ որ դու անձնական կյանքում ունես խնդիր, բոլոր առումներով դու խնդիրներ ունես, բայց դու պետք է հավաքես քեզ պարապես մարզվես։ Այդտեղ մոտիվացիա ու կարգապահություն լրիվ պետք է տարանջատել ու հասկանալ ինչի համար ես դու դա անում։ Ինչ եք ասում ձեզ այդ պահերին։ Ենթադրենք ամեն ինչ վատ է, նույնիսկ անկողնուց չեք ուզում վեր կենալ, բայց պիտի գնաք եւ ծանր մարզումներ կատարեք։ Ինքներդ ձեզ ինչպես եք համոզում։ Այո, այդպիսի շրջաններ էլ է եղել։ Բնավ այնպես չի, որ ուժեղ մարդիկ չեն ունենում հուսահատություններ, կոտրվել, շատ ժամանակ ուժեղ թվացող մարդիկ շատ ավելի էմոցիոնալ, խոցելի, բայց այդպես որ ստեղծվում է ինչ-որ մի կարծիք քո անձի շուրջ, դա շատ ժամանակ ավելի դժվար է քո դարձնում քո ճանապարհը, որովհետև դու քեզ թույլ չես տալիս նույնիսկ ասել, որ քեզ համար լավ չէ։ Ասում են, այս դու էլ ես վատ զգում կամ ինչ որ բաներ, որ մարդկանց համար դա շատ զարմանալի է։ Մարզումների ժամանակ ես աշխատում էի, որ ինձ ոչ մի բան չխանգարի, որովհետև հատկապես ավտովթարից հետո, երբ որ իրոք անցնում էի մի ճանապարհ, որը որ կարելի է ասել եւ կյանքի ու մահու եւ ամեն ինչ կամ ոչինչ, ու դա միայն հաղթանակ չէր սպորտում, իմ ավտովթարից հետո դա նաեւ հաղթանակ էր կյանքի նկատմամբ, ինքսին նկատմամբ, որովհետև շատ բան հասկացա ես ինքս ինձ, որովհետև դա էլ ասեմ նոր անցնենք մեր բուն թեմային, ինքնամոտիվացիան դա ամենաուժեղ որակն է մարզիկի մեջ եւ դա մարզիկը պետք է ունենա
ինքնամոտիվացիա, որովհետև շատ բան կարող է պատահել, դու քեզ պետք է կարողանաս քո մեջ ուժ գտնել, քեզ մոտիվացիա տալ, ու ամեն անգամ ես ինձ ասում եի, միևնույնն է այդ ժամանակը պետք է անցնի, միևնույնն է այս դժվար շրջանը պետք է անցնի, ու դու պետք է հաղթահարես, դրանով գերեվա դու արդյոք արժանի ես այն նպատակին, որին գնում ես։ Այդ պահին ինչ էիք մտածում։ Վթարը եղավ, մեղադրում էիք, ափսոսում էիք, ինչ էիք մտածում։ Մտածում էիք, որ ուրեմն այսպես պիտի լիներ։ Երբ որ ավտովթարը եղավ, ես պատրաստվում էի օլիմպիական խաղերին, 2011 թվականն էր դա եւ 2012-ին օլիմպիական խաղերն էր, կարելի է ասել ավելորդ համեստություն չանելով անում էի ավելի շատ կիլոգրամներ, քան նախկին օլիմպիական չեմպիոնը, չնայած օլիմպիական չեմպիոնները նախկին չեն լինում։ Կարելի ասել դեռ 1 տարի էլ ունեի իմ առջև ու հենց պատրաստվում էի իմ գերագույն նպատակին։ Եվ այդ ավտովթարը, երբ որ ես զգացի, որ ողնաշարս կոտրվել է, այլևս ոտքերս համարյա ծնկներս չեմ զգում, կյանքը ամբողջությամբ կանգ առավ ինձ համար։ Ես չէի հավատում, որ այդպիսի բան չէ, ուղղակի չէի հավատում։ Ուղղակի որ ասում էի, բայց ոնց կարող էր այդպիսի բան լինել, չէ՞ որ այդ աննկարագրելի, այդպես հիմա բառերով չեմ կարողանա բացատրել, բայց եւ այնպես հենց այդ ժամանակ ես ինքս ինձ խոսք տվեցի, եթե կարողանամ քայլել, ես նորից պարապելու եմ, որովհետեւ շատ հարցականի տակ էր իմ քայլելը, ու ես ապրել եմ այդ մտքով, այդ երազանքով։ Եթե կարողանամ քայլել, կապ չունի։ Ու ես երբ որ ցերկս տարա զգացի, որ կոտրված է, գիտակցությունս չեմ կորցրել, միշտ զգացել եմ այդ ամեն ինչը, բայց համենայն դեպս տեսեք, երբ որ հաշմանդամ չմնացի, ինձ որ ասում էին, նա Զախար ինչի դու կարող ես բան, ես երբեք չեմ ասել Աստծու հետ այդպես խոսում ես, չէ, ինքդ քո հետ, բայց ինչի պետք է ինձ հետ այդպիսի բան լիներ։ Այդ հարցը չեք տվել։ Ես միշտ շնորհակալ եմ եղել իմ ճակատագրին, իմ Աստծուն, իմ կյանքին, չգիտեմ, իմ ապրած կյանքի երևի, որ կարողանում եմ քայլել եւ այդ ավտովթարից հետո ես նորից ծնվեցի ու երբեք չեմ ասել ինչի ինձ հետ պետք է այդպիսի բան լիներ։ Նախ ամեն ինչ տրամաբանական է, եթե այդպիսի բան է եղել, ուրեմն երևի պետք է լիներ։ Եթե ես դրանից հետո քայլում եմ, ես միայն շնորհակալ եմ Աստծուն, երբեք չեմ բողոքել։ Պես հետաքրքիր է, երբ որ նույնիսկ հիվանդանոցում պարկած էի, երբեք չեմ ասել, բայց ինչի պետք է ինձ հետ այդպիսի բան լիներ։ Իսկ ինչ էիք մտածում։ Այդ ընթացքում նույնիսկ մտածում էի, եթե նույնիսկ հաշմանդամ մնամ, ես հիշում եմ, որ այդպիսի մի հատ մտքի վրա ինձ բռնացրեցի, եթե նույնիսկ հաշմանդամ մնամ, ինչ է լինելու հետո։ Ու սկսեցի ինքս իմ մեջ պլաններ կազմել, թե ինչ եմ անելու հետո։ Ծրագիր կկազմեմ, որ արդեն գնում էի դեպի հաշմանդամություն ունեցող երեխաների, մարդկանց հետ կապված, որ իրենք չհուսահատվեն, իրենք չընկճվեն, քանի որ կյանքում ամեն ինչ ու բոլորի հետ հնարավոր է լինել, բայց դրանով կյանքը գործելու մասին էիք մտածում։ Դե իհարկե, որովհետև կյանքս չէր ավարտվել, ու եթե ես ողջ եմ մնացել, դեռ ուրեմն ինչ որ նպատակ կա կամ ինչ որ բան կա, որ դեռ չեմ արել։ Եվրոպայի չեմպիոն դարձաք։ Այո, դարձա, բայց միևնույնն է, այդ Եվրոպայի չեմպիոն դառնալը ես չէի համարում իմ ամենակարևոր հաղթանակը։ Դա ինձ համար ինչ որ բանի համար էր։ Ինչի համար էր։ Երբ որ դարձա Եվրոպայի չեմպիոն, ես 10 տարի անընդհատ փնտրտուքների մեջ էի։ Ինչ պետք է անեմ, որ այդ իմ անցած ճանապարհը ես կարողանամ ճիշտ ծառայեցնել նպատակին։ Ինչպես անեմ, որ այն էներգիանի մեջ, որ ունեմ, այն տեսլականը, որ ես տեսնում եմ մարզիկների հետ կապված, սպորտաշխարհի հետ կապված, մեր երկրի հետ կապված, ինչ անեմ, որ իմ էներգիան այդպես չլճանա իմ մեջ ու հենց այնպես չանցնի։ Ու ես եկա նրան, որ անցած տարի ստեղծեցի Նազիկ Ավդալյան սպորտի զարգացման հիմնադրամը, որի միջոցով ես զգում եմ, որ կկարողանամ անել այն ամեն ինչը, որ իմ անցած ճանապարհը, այո, ես կարողանամ արժևորել ու չհամարեմ, որ ստեղծել եմ մի արժեք ու դա ոչ մի ձևի չի ծառայելու մեր սերունդներին։ Այո, դու գործ ես արել, արդյունք ես արել, իսկ հետո հենց դրա համար էլ ես կարելի ասել հիմա իմ առաքելությունը դա եմ համարում։ Կարող է մի քանի տարի հետո դա էլ եմ ինչ-որ բանի համար սկսել, չգիտեմ հետագայում ոնց կլինի, բայց ամենայն դեպս ու նաև ընդգրկելով հաշմանդամություն ունեցող երեխաներին այն հոգեբանությամբ, որ իրենք չունեն խղճահարության կարիք, իրենք այն մարդիկ չեն, որ ինչ-որ մեկը իրենց խղճա, իրենք եթե զբաղվում են սպորտով, ովքեր որ զբաղվում են սպորտով, իրենք ունեն հնարավորության կարիք, որ իրենք ցույց տանեն հզոր պոտենցիալը, որ իրենք ունեն իրենց մեջ։ Հիմա արդեն դուք ասացիք, որ այդ նոր առաքելությունը գտել եք 9 տարի սպորտում չեք արդեն։ Հետաքրքիր է, ինչ զգացողություն ունի մարդը, ով մեծ կրքով արել է ինչ-որ մի բան կյանքում, ու մեկ էլ դա իր կյանքում չի լինում։ Այդ ինչ զգացողություն է։ Ես սկսեցի ծանրամարտով զբաղվել 18 տարեկանից։ Մինչ այդ զբաղվել եմ ակրոբատիկայով եւ բավականին հասուն էի, որ արդեն սկսեցի ծանրամարտով զբաղվել եւ ավտովթարից եղավ, երբ որ 22 տարեկան էի։ Շատ քիչ էր
4 տարի է պարապում էի եւ ես զգում էի, որ դեռ անելիք ունեմ։ Ու այդ ավտովթարը կիսատ թողեց իմ նպատակն ու երազանքը։ Կարելի է ասել, ես սպորտում չէի, բայց անընդհատ մտածում էի սպորտ վերադառնալու մասին։ Իմ համար ինչ որ բան կիսատ էր մնացել։ Ես չէի լրացրել այն զգացողությունը, որ ես պետք է սպորտից դուրս գամ։ Իհարկե միշտ գիտակցում էի, որ սպորտը շատ կարճ ժամանակահատված է, միևնույնն է թողնելու ես, անցնես լրիվ այլ բնագավառում, քո կարիերան շարունակես, այլ ոլորտում, թեկուզ միայն տնային տնտեսուհի կամ եթե տղամարդ ես լրիվ ուրիշ բնագավառում, ես միշտ պատկերացրել եմ, որ այո, գալու է մի ժամանակահատված, որ թողնելու է սպորտը, ու դա նորմալ է։ Բայց այդ ժամանակ շատ կիսատ էր ու ես զգում էի, որ ես դեռ ուզում եմ շարունակել։ Իսկ Եվրոպայի առաջնությունից, Եվրոպայի մրցումներից հետո, երբ որ արդեն դարձա Եվրոպայի չեմպիոն, դրանից հետո նաև մասնակցեցի Օլիմպիական խաղերին, ես զգացի, որ ես արդեն հանգիստ եմ ու հիմա կարող եմ թողնել սպորտը, որովհետև ես զգում եմ, որ եւ ցավերս են շատ եւ այլևս բավականին արդեն մեծ եմ։ Իսկ ավտովթարից հետո 6 տարի վերականգնվել եմ, նորից սկսել եմ պարապել 0-ից, մինուսից։ Բայց երբ որ կա նպատակ, երբ որ կա ցանկություն, երբ որ կա դրական տրամադրվածություն ու դու անընդհատ քո այդ նպատակներիդ, երազանքներից սնում ես միշտ դրանով, դրականով, միևնույնն է դա ինչ որտեղից քեզ կյանքը բերում է, մարդկանց են երևույթներն են իրավիճակը, որ դու կարողանում ես հասնել քո նպատակին ու երազանքին։ Երբ դուք որոշեցիք, որ ել չեք զբաղվելու, այդ ընթացքը ինչով եք լցրել ձեր կյանքը։ Իմ տղան 3 տարեկան էր, որ ես դադարեցրեցի սպորտը արդեն եւ կարելի է ասել վերջապես կարողացա։ Այո, չեմ սիրում ու երբեք չեմ պատկերացել, դեռ փոքր տարիքից չեմ պատկերացել, որ ես լինելու եմ տնային տնտեսուհի, որովհետև դա ինձ համար միշտ շատ բարդ աշխատանք է եղել, բայց եւ այնպես, երբ որ թողեցի սպորտը, ես շատ մեծ սիրով էի, որպես տնային տնտեսուհի, որպես մայր, որպես կին, ես վայելում էի այդ տարիները, քանի որ տարի ու կես իմ տղայից հեռու եմ եղել, այդ տարի ու կեսվա ընթացքում ես 2 ամիս եմ տեսել իմ երեխային, կարոտով լցված, վերջապես կարողանում եմ ժամանակ տրամադրել իմ երեխային, նույնիսկ ինչ որտեղ եմ մեղքի զգացում ես ունենում, որ միգուցե երբեք էլ չկարողանաս լրացնել այն բացը, որը ունեցել է քո երեխան այդ տարի ու կեսվա ընթացքում, ու մեծ սիրով ես ինձ տրամադրել եմ իմ երեխային ու ընտանիքին, բայց շատ կարճ ժամանակում հասկացա, որ ես պետք է շարունակեմ աշխատել։ Երբ մի բանի համար շատ մեծ ջանք է դրվում, եղել է պահեր, որ մտածել եք արժեր արդյոք։ Եղել է, իհարկե։ Ամեն տեսակի հիասթափություն, ամեն տեսակի հուսախաբություն, իհարկե եղել է, բայց երբ որ քնում արթնանում ես, այդ ամեն ինչը անցնում է քո մեջ, ու երբ որ տեսնում ես, թե ինչ արժեք ես կերտում ու տեսնում ես, որ դա մեծ արժեք է, բնականաբար այդ ճանապարհը հեշտ չի լինում։ Դա գիտակցելով հասկանում ես, որ ու յուրաքանչյուր այն բարդ փորձություն, որ տրվում է քեզ, թվում է անանցանելի, թվում է միգուցե դա նշան է, որ չպետք է անես այդ ամեն ինչը։ Ես նաև շատ բարձ հասկանում եմ, որ յուրաքանչյուր դժվարություն մեզ եւս մի անգամ աճելու հնարավորություն է տալիս։ Չէ՞ որ եթե ոչ մի դժվարություն չլինի եւ դու ոչ մի ջանք չգործադրես, դու առաջ չես էլ գնա կյանքում, որովհետեւ կմնաս նույն մակարդակին, նույնիսկ խաղերն են այդպես, քանի գնում ավելի դժվարանում է, ավելի բարդանում է, եթե դու չես անցնում այդ փորձությունը, բնականաբար մնում ես նույն տեղում։ Ձեր կյանքի բոլոր ոլորտներում եք այդպես, եթե մի բան որոշել եք, ապա պիտի անեք։ Ես երևի իմ տեսակով այդպես եմ, որովհետեւ հիշում եմ, որ նոր էինք մենք դեռ ծանոթացել, բայց իմ սկեսուրը շատ շուտ ճանաչեց ինձ, ասում է՝ Նազիկի, գիտես, որ բնավորությունն եմ սիրում, ու նաև ինչ որտեղ բարդացնում է դա, ինքը երբեք չի վիճում, չի ասում, չէ, ես այդ եմ ուզում, համաձայնում է քեզ այդ բան, բայց հետո անում է այն, ինչ որ ինքը ուզում է, բայց եթե ես տեսնում եմ, որ ճիշտ խորհուրդ են տալիս, կարելի է հետևել բան, բայց եթե ես մի բան ինչ որ բան զգում եմ, որ պետք է անեմ, ուզում եմ անեմ, անպայման անում եմ, ելքեր եմ փնտրում, եթե դու չես գնում քո նպատակի հետևից, ուրեմն ոչ թե հանձնվում ես, իմ համար դա այդքան ուրեմն դա քո համար այդպիսի մեծ նշանակություն չուներ, եթե դժվարությունը քեզ պետք է ստիպեր, որ դու հետ կանգնեիր քո նպատակից, ուրեմն դա այդքան էլ քո համար կարևոր չէր։ Եթե կարևոր է լինում, դու ամեն ինչ անում ես, որ ունենաս դա։ Մարդու տեսակն է, կարծում եմ, Իսկ ինտուիցիայի դերը ձեր կյանքում ինչ նշանակություն ունի։ Անգամ դուք ասում եք, որ զգացել եք օրինակ ավտովթարը։ Ես ավտովթարից 1 րոպե առաջ տեսա այդ ավտովթարը շատ հետաքրքիր ձևով ու մտածեցի, որ վատ միտք է, այդպես ցրեցի, իմ մեջ անցավ գնաց ու 1 րոպե հետո հենց նույն ավտովթարը, այն ինչը որ տեսել եմ, ես նույնիսկ հիշում եմ, որ դրանից 1 ամիս առաջ էլի մեծ ավտովթար ունեցա եւ իմ ընկերուհուն նույնիսկ ամուսնուն ասեցի ինձ
թվում էր, որ ես պետք է այդպիսի ավտովթար ունենամ, որ նույնիսկ ողնաշարես կոտրված կունենամ կամ այդպիսի բան։ Հիմա դա չգիտեմ ինչ է, ինտուիցիա է, թե կոդավորում է, թե չգիտեմ ինչ է, բայց ունեցել եմ այդպիսի։ Երբեք չեմ մտածել չեմպիոն դառնալու մասին, միշտ մտածել եմ մրցումներին անեմ այն, ինչին որի վիճակի եմ այդ պահին։ Այդ զգացումը փոքր տարիքից, որ իմ մեջ բացառիկ մի բան կա եւ ես ահա այսպիսի հաղթանակ պիտի ունենամ, չեք ունեցել։ Դա երազանք է եղել ու կարելի է ասել այն ժամանակ, երբ որ ես փոքր էի, ես միշտ ասում էի, ես պետք է ունենամ այնպիսի հաղթանակներ, որ բոլորի համար դա թվա անհնար։ Չեմ կարող ասել դա ինչ է, երևի թե բոլոր երեխաներն են այդպես ինչ որ երազանքներ ունենում կյանքի նկատմամբ, ու դա դրանք չգիտակցված երազանքներ են, քանի որ դու երազում ես, բայց չգիտես ինչու միջով պետք է անցնես։ Կարող է տարիները անցնում են, գալիս ես լրիվ այլ եզրահանգման, այլ ճանապարհ, չգիտեմ, յուրաքանչյուր ոլորտում է, որտեղ ուզում ես հաջողությունների հասնես, իհարկե բարդ է լինելու։ Չեմ կարծում, որ հեշտ ճանապարհ կա, բայց այդ բարդություններն են, մենք եթե անընդհատ ասենք դժվար է, բարդ է, ամեն ինչ դժվար կթվա։ Ամեն ինչ մեր մտածելակերպից է կախված, ամեն ինչ։ Կարծում եք ամեն ինչ մարդու ձեռքերում է, թե ինչ որ մի բան ամեն դեպքում նախասահմանված է։ Չեմ կարող դա ասել, որովհետև ինձ էլ է շատ հետաքրքիր այդ հարցը, բայց ես գիտեմ, որ ամեն մարդ ինչ որ առաքելությամբ է ծնվում։ Հենց այնպես երբեք որևէ մեկը չի գալիս այս աշխարհ։ Շատ բաներ կան, որ մեզ համար կարող է թվան անարդար, շատ բաների համար մենք պայքարում ենք, ես էլ իմ մեջ անընդհատ կռիվ եմ տալիս անարտարության հետ կապված, բայց երբեք ոչ մի բան հենց այնպես չի լինում, ես դա հասկացել եմ։ Եվ կարող եմ ասել, եւ մեր ձեռքերում է, եւ երևի ամեն ինչ մեր գիտակցության ու ենթագիտակցության մեջ է։ Մենք ամեն ինչ կառուցում ենք չգիտակցելով մեր ենթագիտակցության մեջ, որը գալիս է իրական կյանք, մենք չենք հասկանում ինչի այդ ամեն ինչը մեր կյանքում եղավ, բայց եթե ինչ-որ մի բանի միջով մենք անցնում ենք, ուրեմն դա հենց այնպես չի։ Ով կամ ինչն է ձեզ օգնել դառնալ այն ինչ դուք կաք հիմա։ Կյանքի տարբեր փուլերում տարբեր մարդիկ, տարբեր իրադարձություններ, ինքս ինձ եմ օգնել, բոլոր մարդիկ իրենց ներդրումն ունեցել են իմ կյանքում։ Մանկության մի դրվագ, որ կառուցել է ձեր տեսակը, որ մեծ ազդեցություն է ունեցել ձեզ վրա։ Գիտեք ինչն է հետաքրքիր, նույնիսկ որ այդպես հետ ենք նայում, կարող եմ ամենամեծ հաղթանակների հասնելը հենց մանկության ինչ-որ մի փոքրիկ տրավմա է լինում, որ հենց դա է կառուցում քեզ։ Իմ կյանքում էլ է այդպես եղել։ Ես փոքր տարիքում, հատկապես երկրաշարժից հետո, իմ ծնողները, որ արդեն շատ դժվար է, շուկայում էին կանգնում, առևտուր էին անում, մենք այդպես ենք հենց ասում, ու ինձ համար շատ դժվար էր դա տեսնելը, դեռ 5-6 տարեկանում։ Իմ ամեն անգամ մամայի ձեռքերը, որ ես տեսնում էի, ինձ համար դա շատ դժվար էր։ Ու ես անընդհատ միշտ մտածում էի, ես պետք է այնպիսի աշխատանք ունենամ, այնպիսի տեղ հասնեմ, որ իմ ծնողները այլևս այդ աշխատանքով չզբաղվեն, որովհետև ինձ դժվար էր տեսնել իմ մայրիկի ձեռքերը այդպես ճաքճքված։ Ու հետո տարբեր բաներ կարող եմ ասել, լավ դրվագներ, ու իրականում մեր կյանքը կառուցվում է հենց այս տարբեր բաների վրա, որը որ հետք է թողնում մեր եսի ձևավորման մեջ։ Ձեր տեսած ամենաազդեցիկ տեսարանը։ Երբ որ իմ տղան ծնվեց, ես անընդհատ սպասում էի, թե ինչպիսին է լինելու։ Ես չէի անհամբեր սպասում իր ծնվելուն, ես ամեն վայրկյանը վայելել եմ, գիտեի, որ մի բա գալիս է, որ ծնվելու է, ու չէի վրազում։ Անընդհատ սպասում էի, որ ինքը ծնվի։ Այո, ամբողջությամբ։ Ամեն օրը, ամեն պա, ամեն խաղ, ու ես գիտեի, որ կծնվի ու ես կկարոտեմ այն ժամանակ, երբ որ ինքը ինձ հետ է, ու սենց վայելելով գնացել եմ, բայց շատ անհամբեր էի տեսնելու իր արտաքինը, ինչպիսին է ինքը լինելու, ու երբ որ ինքը ծնվեց, այսպես դրեցին իմ դոշին ու սենց ինքը իր այդ աչուկները, որ նայում էր ինձ, այդ աչուկները երբեք չեմ մոռանա ու ասում եմ, ինչ հետաքրքիր բան է մարդ Աստված, իմ աշխարհը բերում մի մարդ, որ սենց քոնն է եւ քոնը չի, այնքան հետաքրքիր է զգացողությունն է, ու ես իմ տղայի աչքերը, որ ինքը ինձ էր նայում, ու իր արդեն մեկը կա, ում կյանքի համար դու պատասխանատու ես։ Այդ զգացողությունը ու այդ սիրուն աչուկները, որ բոլոր բժիշկները ասում էին, վայ, ես ինչ լավն է, ինչ սիրուն երեխա է, հələ ոնց է նայում։ Այդ էմոցիաները ես երբեք ոչ մի բանի հետ չեմ փոխի։ Եթե ինչ-որ բան փոխելու հնարավորություն ունենայիք, ինչը կփոխեիք, անցյալ վերադառնալու եւ ինչ-որ բան փոխելու։ Երևի թե ոչ մի բան, քանի որ մեր կյանքում իրոք ոչ մի բան հենց այնպես չի լինում, բայց կփոխեին, որ էլի նորից ինչ-որ դեպքեր չկրկնվեին իմ կյանքում, որովհետև եթե ինչ-որ բան եղել է ու դու դա ուզում ես փոխես, դա հենց այնպես չի եղել քո կյանքում։ Եղել է, որ դու ենթադրություն անես, թե ինչպես պետք է վարվես հետո։ Կարևորը նույն սխալը չանես, իսկ եթե դու նույն սխալը չես անում, ուրեմն փոխում ես ինչ-որ մի բան։ Երբ որ մեր կյանք գալիս են այնպիսի մարդիկ, ովքեր որ քեզ դաս են տալիս կամ իրադարձությունները, որոնք որ դաս են տալիս, դրանք նշան են, որ
դու պետք է ինչ-որ բան փոխես քո արարքների մեջ։ Օրինակ, եթե ինչ-որ մի բան ես զգում, եթե քո համեստությունը չարաշահվում է, քո տեսակը չարաշահվում է, որովհետև մենք շատ ժամանակ ապրում ենք հասարակության մեջ, իհարկե չես կարող հաշվի չառնել հասարակության կարծիքը, որովհետև դու ապրում ես դրա մեջ, բայց երբ որ ապրում ես հասարակության կարծիքով, այդտեղ կորցնում ես քո եսը, ու եթե քո անցած ճանապարհից, քո կյանքից, քեզանից ավելի կարևոր են լինում մարդկանց կարծիքները, կյանքը քեզ անընդհատ դաս է տալիս, մինչև դու չհասկանաս, որ դու պետք է այդպես չանես։ Քեզ գնահատում կամ չեն գնահատում, դրանից չպետք է փոխվի քո արժեքը ինքդ քո նկատմամբ։ Այսինքն դրսի կարծիքները պիտի չհասնեն ներսի գնահատականի վրա։ Դուք եղել եք կախված դրսի այդ գնահատականներից, կարծիքներից, կարևորել եք շատ։ Իհարկե կարևորել եմ, որովհետև ինձ համար շատ կարևոր է եղել այո մարդկանց կարծիքը, իմ հեղինակությունը, իմ անունը, չէ՞ որ դու անուն ես ստեղծում, հետո կարևոր է այդ անունը պահելը։ Շատ ցավ ես ապրում, որ քո մասին հետո տվաներ ես տեսնում, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը։ Մարդկանց մոտ կարծիք է ձևավորում հասարակության մի մասը, որը որ նույնիսկ քաղաքականությունը պետականամետությունից կարող է խառնում են իրար։ Դու ծրագիր ես անում, օրինակ հենց նոր նշեց իմ հիմնադրամի հետ կապված ծրագիր ես անում, ինքը պետական դեպի գնում է պետության աջակցության, դա խառնում են քաղաքականության հետ, ուրախ եմ, որ անցավ ընտրությունները, ինձ երբեք չտեսան որևէ մի քաղաքական ուժի կողքին, որովհետև երբեք չեմ եղել, ինձ թվում է չեմ էլ լինի, բայց թե մարդկանց շատ հետաքրքիր է այդպես ինտրիգա մտցնել ու խոսել են ինչը որ իրականում այդպես չէ, ու եթե լավ բան ես, ինչ որ մի լավ բան ես ուզում անես, այնքան ցավալի է, որ դու ցավալին ո՞րն է, այդպես չասեմ, բայց այդպես պարադոքս վիճակ կա, երբ որ դու անցնում ես մի ճանապարհ ու այդ ճանապարհը ուզում ես ներդնես քո երկրում ինչ-որ մի բան փոխելու մեջ, ինչ-որ մի բան անելու մեջ, սերունդներ կրթելու մեջ, մարզերը զարգացնելու մեջ, քննադատում են այն մարդիկ, ովքեր որ ոչ մի բան չեն անում, չեն ուզում անել, բայց քննադատում են քո անելու ճանապարհները։ Ես միշտ ասում եմ, եթե դուք մի բան քննադատում եք, կարող եք ուրեմն այլ ընտրանք առաջարկեք, ուրեմն դուք օգնեք այդ մարդուն։ Ես նույնիսկ գիտեք ինչից եմ մեկ ջղայնանում, նեղվում, որ մի հատ նյութ եմ տեսնում, ինձ անծանոթ, լրիվ անծանոթ, նույնիսկ այլ երկրած բան։ Տեսնում եմ, որ տակը վատ մեկնաբանություններ են գրում, ու ինքս իմ մեջ սկսվում է պայքար, նախր ինչի մարդիկ ինչի են այդպես։ Իհարկե գտնում եմ պատասխանները, բայց մեկնաբանությունները մեկ կարդում եմ, շատ ժամանակ եթե զգում եմ, գտնում եմ, որ պետք չի կարդալ, չեմ կարդում, ավելորդ անգամ ամենաշատը որ մեկնաբանությունը ես խոցում։ Երբ որ տեսնում ես, որ արժեզրկում են մարդու աշխատանքը, արժեզրկում են մարդու տեսակը, քննադատում են մարդու արտաքինը, քննադատում են մարդու ընտրած մասնագիտությունը, ճանապարհը, ու այդպես համարվում է, որ կանացի մասնագիտություն չի ծանրամարտը։ Այո, շատ մարդիկ տարբեր բաներ կարող է ճիշտ համարեն իրենց կարծիքով, բայց յուրաքանչյուր մարդ ունի իր ճանապարհն։ Նազիկ ով է ձեզ համար ուժեղ մարդը, ով կարող է իրեն թույլ տալ օգնություն խնդրել, ճիշտ որոշումներ կայացնել, արագ կենտրոնանալ, հիասթափվել, կարողանալ ոտքի կանգնել, ու ուժեղ մարդը ինձ համար անընդհատ հաղթանակներ կերտող, բայց իր տեսակը չկորցնող մարդն է, բարի մարդն է, մարդասեր, բայց եւ այնպես կարող եմ ասել, որ յուրաքանչյուր մարդ ուժեղ է, բայց ինքը չի կարող միշտ ուժեղ մնալ։ Գալիս է մի պահ, որ շատ մեղմ թվացող կինը հələ իր երեխայի հանդեպ ինչ որ անարտար բան արեք, տեսեք ուժեղ մարդը որն է։ Այնպես որ կարող է պահը ցույց տա մարդու ուժեղ լինելը։ Իսկ խելացի մարդը ով է ձեզ համար։ Կարող եմ շատ կարճ ասել, խելացի մարդը այն մարդն է, ով կարողանում է երջանիկ լինել եւ ոչ թե համեմատել իրեն ուրիշների հետ, այլ գիտակցի, որ ինքն ունի իր ճանապարհը անցնելու, իր երազանքները, իր նպատակները եւ կարողանա այդ ամեն ինչը տարանջատել ու կառուցել իր կյանքը։ Որտեղ եւ երբ եք ամենաերջանիկը եղել։ Ինչ որ մի պահ մտաբերեք, որ այս պահին ես երջանկության գերադրական աստիճանն էի զգում։ Երևի թե Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո, որովհետև այնքան հետաքրքիր է, ես մինչ այդ որևէ մի մրցմանը չեմ կարողացել լիարժեք ուրախանալ, երջանկանալ, վայելել հաղթանակը, որովհետև միշտ մի հատ պատասխանատվություն է եկել դրվել վրես, որ դեռ կա մրցումներ, դեռ դու սպորտի մեջ ես ու չեմ կարողացել երբեք վայելել ու երջանիկ լինել իմ հաղթանակով։ Ու Եվրոպայի մրցումներից հետո ես ամբողջությամբ վայելեցի ու զգացի, որ իսկապես ես երջանկությունից երբեք չեմ իմացել արտասվելը ինչ է նշանակում։ Ու հիշում եմ, որ մի անգամ այդպես աղոթելուց ու Աստծուն խնդրելուց ասում եմ, ինչպես է լինում, որ մարդիկ երջանկությունից արտասվում են։ Ու ես Եվրոպայից հետո այնքան հետաքրքիր է զգացի այդ զգացողությունը ու նույնիսկ դրա համար շնորհակալ եմ եղել։
Ես չգիտեմ, ես ինձ համարում եմ երջանիկ, որովհետև անդադ կարողանում եմ շնորհակալ լինել։ Շատ եմ շնորհակալություն հայտնում իմ կյանքում, հատկապես Աստծուն ամեն ինչի, ամեն հնարավորության համար։ Ուզում եմ, որ մարդիկ գնահատեն այն ինչ ունեն, որ դրա վրա կառուցեն։ Դա երջանիկ լինելու ամենակարևոր փաստերից մեկն է, երբ որ դու գնահատում ես քո ունեցածը։ Վերջին շրջանում ինչ եք հասկացել, որ չգիտեիք առաջ։ Լինում է, չէ՞, մարդու կյանքի տարբեր փուլերում ինչ-որ մի բանի մասին ավելի շատ ենք մտածում։ Հասկացա, որ մարդ, եթե առաջինը ինքն իրեն է սիրում, դա էգոիստություն չէ, որ դու կարողանաս սիրել նաև ուրիշին, դիմացինին, ընկերոջը, շրջապատիդ, երբ որ դու քեզ միշտ երկրորդային պլան ես մղում, ուրիշների մոտ էլ է այդպես լինում։ Երբ որ քո անցած ճանապարհ դու համեստություն ես անում կամ քո ինքդ քո մեջ այդպես շատ չես արժևորում, չես գնահատում, ուրիշները արժեք են տալու, օգտվեն այդ արժեքից եւ քեզ չգնահատեն ու մի բան էլ համարեն, որ դու պետք է շնորհակալ լինես, որ դեռ իրենք գնահատել են ու արժևորել են քեզ ու դա այդպես լինելու է։ Ես մի քանի անգամ անցել եմ դրա միջով ու հասկացել եմ, որ այդպես պետք է չլինի։ Հետո հասկացել եմ, որ եթե ինչ-որ մեկից նեղանում ես, վիրավորվում ես, դա չպետք է պրոյեկտեն բոլորի վրա։ Շատ ժամանակ մենք ունենում ենք այդպիսի զգացողություններ, վերջ, այլ չեմ վստահելու բոլորին բան ու իրոք այդպես է լինում է, դու զգում ես, որ չես կարողանում, բայց հետո որ շուրջդ ես նայում, չէ՞ որ դու ընկերներ ունես, ովքեր քո կողքին են։ Դա շատ կարևոր թեմա է եւ նաեւ միջանձնային հարաբերություններում ես շատ նկատում եմ, որ կան կանայք, որ ասում են բոլոր տղամարդիկ նույնն են, կամ տղամարդիկ, որ ասում են ինքը հիասթափվել է մի հոգուց եւ փորձում է դա ընդհանրացնել, որովհետեւ ինքը նույն բանն է անում ու փորձում է ստանալ այլ պատասխան։ Այդպես չի լինում։ Կյանքը միշտ մեր կյանք բերում է այնպիսի մարդկանց, եթե դու չես անցնում այդ փորձությունը, քո կյանք նորից գալու է այդ նույն մարդը, ուրիշ մարդ, բայց նույն ձևով։ Այդ պատահականություն չէ։ Ու այդ մարդը մեղավոր չի։ Եթե քեզ հետ վատ են վարվում, միևնույնն է, գալու է մի ժամանակ, որ նա պատասխան է տալու, բայց դա քեզ քո համար է։ Դու ուրեմն ինչ-որ բան ունես անելու այդտեղ։ Ու դա այո, բոլորը նույնը չեն, բայց դու պետք է փոխես քո մոտեցումը տվյալ իրավիճակի կամ անձի նկատմամբ։ Ժամանակին ինչպես եք վերաբերվում, Նազիկ, անցյալին, ներկային, ապագային։ Ձեզ քանի տարեկան եք զգում։ Ես հասկացել եմ նաև շատ կարևոր մի բան, որ ցավոք ժամանակը երբեք չի գալիս, որ մենք ասում ենք ժամանակը կգա կանեմ, հիմա ժամանակը չէ, մենք պատրաստ չենք լինում ինքներս մեր մեջ ու ասում ենք ժամանակը կգա կանեմ, բայց այդ ժամանակը ցավոք երբեք չի գալիս, այն միշտ գնում է։ Դրա համար ու մենք երբեք պատրաստ չենք լինելու որևէ մի բան անելու։ Դրա համար պետք է անես հիմա։ Ոչինչ կձախողվես, գոնե կիմանաս, որ այդպես պետք է չանեիր, այդ ուրիշ ձև կանես, բայց մենք ունենք այս կյանքում ժամանակահատված, նորմալ է դա, գալու է մի ժամանակահատված, որ մենք չենք լինելու այս աշխարհում, բայց մենք ինչ-որ մի առաքելություն ունենք, մենք պետք է հնարավորինս ճիշտ անցնենք, լավ անցնենք, որակով անցնենք, չէ՞ որ հենց այդ անցնելու ճանապարհն է կարևոր, թե դու ինչպես ես անցնում։ Ու դա համոզված եմ, դա էլ հենց այնպես չէ, թե դու ինչպես կանցնես։ Ինքան եմ ջղայնանում, որ ասում են միևնույնն է, բոլորս էլ մահանալու ենք, էլի հիմա ինչ տարբերություն, բայց ոնց ինչ տարբերություն։ Ձեզ քանի տարեկան եք զգում։ Ես ինձ զգում եմ այնքան, ինչքան կամ։ Ընդունում եմ ինձ, իմ տարիքը, արդեն իմ տեսակը, ես արդեն եկել եմ նրան, որ կարողանամ ընդունել ինձ այնպիսին, ինչպիսին կան։ Մի ժամանակ, որ մի քանի տարի առաջ, որ հարցնեի, կասեի, որ երևի թե 20-22, բայց արդեն այս ընթացքում ես միշտ զգում եմ այն տարիքին, ինչ կամ, բայց էներգիայով լի, երիտասարդ, որովհետև այդպիսի մի արտահայտություն կա, չէ՞։ Մինչև ես դեռ 17-18 տարեկան էինք, համարում էինք, որ 30-ից հետո արդեն ծյոծյաներ են, բայց հիմա արդեն մենք 40 ենք եւ շատ երիտասարդ ենք, ջահել ենք, էներգիայով լի ենք, այնպես որ մարդ պետք է կարողանա այո իրեն ընդունել իրեն տարիքում ու չհամարելով, որ երբեք ինքը մեծ է, այն տարիքում չի, որը տենց, նենց այդպիսի բաներ կան, չէ։ Երբ մարդիկ նայում են ձեզ, ձեր կարծիքով ինչ են մտածում։ Շատ տարբեր բաներ կարծում եմ։ Մարդ միշտ դիմացինի մեջ տեսնում է այն, ինչ որ ուզում է տեսնել, ինչը որ ի վիճակի է տեսնել, ինչքան որ կարող է տեսնել, այնպես որ դա երբեք անհատից չի կախված, թե իր մասին ինչ կմտածեն։ Յուրաքանչյուր մարդ դիմացինի մեջ տեսնում է ու ընկալում է այն, ինչ որ ինքը կարողանում է տեսնել։ Սիրելի գիրքը, ֆիլմը, երաժշտական կատարումը։ Ցավոք չեմ կարողանում էլ այս վերջերս հաճախ կարդալ, որովհետև այդպես մասնագիտական եմ հիմնականում կարդում, բայց եղել է երևի թե Ջորջ Օրվելը Անասնաֆերման, շատ է տպավորել այդ գիրքը։ Ֆիլմը դժվար հիմա հիշեմ վերնագիրը, Բայցովսկի կլուբ, վերնագիրը, եթե չեմ սխալվում,
երաժշտական կատարումը։ Նայած տրամադրության, բայց հիմնականում սիրում եմ բլյուզ ու շատ եմ լսում տարբեր։ Շատ տարբեր եմ լսում, շատ, բայց բլյուզ միշտ լսում եմ, հատկապես առավոտյան, որ արթնանում եմ, սուրճ եմ խմում, եթե հասցնում եմ իհարկե։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։